այսօր խոսենք տնտեսության բարդության մասին, այնպիսի ցուցանիշների մասին, որոնք արտացոլում են տնտեսության բարդությունը եւ հնարավորություն են տալի հասկանալ, թե երկրները ինչպեսի դիրքերում են գտնվում, հաշվի առնելով այդ մի խումբ մոտ տասնյակ են այդպիսի ցուցանիշները, այդ մի խումբ ցուցանիշները, մասնավորապես խոսքը կգնա տնտեսության բարդության ինդեքսի մասին, որը հայտնի է Economic Complexity Index անունով։ Իրականում, ինչպես նշեցի, հնան կամ նմանատիպ այլ շատ հայտնի մակրոտնտեսական ցուցանիշներ, իհարկե հնարավորություն են տալիս կատարել տնտեսագիտական վերլուծություններ, դուրս բերել տարբեր միտումներ, օրինաչափություններ, հասկանալ ինչ է կատարվում տվյալ երկրի տնտեսության հետ եւ այլն, սակայն վերջին տարիներին, հատկապես վերջին 50-ից 70 տարիներին, այն նկատի ունեմ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ բարձր տեխնոլոգիաները եւ տեղեկատվական տեխնոլոգիաները սկսեցին զարգանալ, տնտեսագետները փորձում էին գտնել դուրս բերել այնպիսի ցուցանիշներ, որոնք հնարավորություն են տալիս հասկանալու, թե ինչպես են տարբեր երկրներ, զարգացող ավելի վատ վիճակում գտնվող երկրներ կարողանում մրցակցային առավելություններ ստանալ, որովհետև ժամանակի ընթացքում տարբեր երկրներ երևում էր, որ հատկապես ասիական, երևում էր, որ իրանք սկսում են նույն կերպ զարգանալ, նույն փուլերով են անցնում, բայց մինչ այդ կուզենայի ներկայացնել, որ տնտեսության բարդությունը, ինչի մասին որ այսօր պետք է խոսենք, ինքը ցույց է տալիս, արտացոլում է երկրների կարողությունը արտադրելու բազմազան դիվերսիֆիկացված ապրանքներ եւ ծառայություններ։ Խոսքը առաջին հերթին արտադրության եւ արտահանման մասին է, սակայն բացի այդ հիմնական ցուցանիշից, որը ինչպես նշեցի, կոչվում է տնտեսության բարդության ինդեքս, գոյություն ունեն մի շարք այլ ցուցիչներ, որոնք փոխկապված են, կարելի ասել դրանց հաշվարկների հիման վրա է տեղի ունենում տնտեսության բարդության ինդեքսի հաշվարկը, մասնավորապես գոյություն ունի կանաչ ապրանքների ինդեքսը, որը ցույց է տալիս, թե տվյալ երկիրը որքան է էկոլոգիապես մաքուր ապրանքներ արտադրում, գոյություն ունի կանաչ արտադրության ներուժի ինդեքսը, որը ցույց է տալիս, թե տվյալ երկիրը ինչպիսի պոտենցիալ ունի նմանատիպ ապրանքներ արտադրում, գուցե չի արտադրում, բայց այդ պոտենցիալը ունի։ 1 միլիոն մարդու հաշվով, բնակչության հաշվով հետազոտողների թիվը, որը ցույց է տալիս, թե տվյալ պետությունը որքան հետազոտողներ, գիտնականներ ունի, որովհետև հետագայում կտեսնենք, որ դրանով է պայմանավորված նաև տնտեսության բարդության ինդեքսի հաշվարկ եւ ընդհանրապես տվյալ երկրի տնտեսության բարդությունը։ Բացի դրանից, բուն տնտեսության բարդության ինդեքսը հաշվարկվում է ըստ մի քանի ցուցանիշների, մասնավորապես հաշվարկվում է տնտեսության բարդությունը ըստ ուսումնասիրությունների, տնտեսության բարդությունը ըստ տեխնոլոգիաների, տնտեսության բարդությունը ըստ առևտրի։ Դրանք համապատասխանաբար ցույց են տալի, թե որքան ուսումնասիրություններ են, գիտական իհարկե ուսումնասիրություններ են կատարվում տվյալ երկրում, որքան ներքին սպառման բարդ ապրանքներ են արտադրվում, որքան են այդ երկրում արտադրված ապրանքները բարդ կառուցվածքով, նկատի ունեմ բարձր տեխնոլոգիաներ օգտագործում եւ այլն։ Եվ բացի դրանից մի քանի ցուցանիշներ եւս, որոնք անպայման կարեւոր են եւ մենք դրանց կանդրադառնանք, դրանք վերաբերում են թե հնայի որ տոկոսն է տարբեր պետություններ տրամադրում հետազոտություններին եւ զարգացմանը, այսպես ասած, research and development-ին։ Այս առումով առաջի հայացքից կարող է թվալ, թե միայն զարգացած երկրներն են, որոնք մեծ ուշադրություն են դարձնում սրանք կամ հնարավորությունն են որպեսզի այդքան միջոցներ տրամադրեն, ինչ հնարավորություններ է տալիս կամ ինչի համար է ընդհանրապես տնտեսության բարդության հաշվարկը, այդպիսի ինդեքսների հաշվարկը։ Նախ, եթե խոսքը վերաբերում է զարգացած երկրներին, զարգացած պետություններին, ապա իրենք փորձում են բարձր տեխնոլոգիական ապրանքների արտադրությամբ պահպանել իրենց մրցակցային առավելությունը, որը ներկայումս իրականում շատ բարդ է, դրա վառ օրինակը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որը ունի ամենամեծ տնտեսությունը, սակայն արդեն իսկ սկսում է զիջել իր այդ հեգեմոնի դերը, մասնավորապես Չինաստանի, բայց դրա մասն մի փոքր ուշ, իսկ ինչ վերաբերում է ավելի թույլ զարգացած տնտեսություն ունեցող երկրներին, այս երկրները փորձում են
սովորաբար իրենք չեն ունենում լավ բնական ռեսուրսներով ապահովված չեն լինում եւ այլն, եւ փորձում են տեխնոլոգիաների հաշվին մրցակցային առավելություններ ձեռք բերեն եւ շուկայում, միջազգային շուկայում իրենց տեղը զբաղեցնեն։ Այսինքն այն երկրները, որոնք որ ունեն այդ հնարավորությունը, գիտակցում են այս ամեն ինչը, կարևորություն են տալիս, սկսում են համապատասխան քաղաքականություն, տնտեսական քաղաքականություն մշակել, դրանք արտացոլված են լինում տարբեր երկրների միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերում, մասնավորապես Հայաստանում էլ է այդպես։ Հետևաբար տնտեսության բարդությունը, որը կրկնեմ նորից արտացոլում է տարբեր երկրների կարողությունը արտադրել բարձր տեխնոլոգիական ապրանքներ, ցույց է տալիս, թե տվյալ երկիրը որքանով է պատրաստ եւ կարողանում ապահովել կայուն տնտեսական աճ, այսինքն այնպես չի որ ինչ-որ գործոններով պայմանավորված կարճ ժամանակում թռիչքային տնտեսական աճ ունենան, հետո անկում լինի կամ հետո զարգացում չլինի, լճացած վիճակ լինի, այլ կայուն ամեն տարի որոշակի տոկոսով զարգանան եւ բացի այդ, սա ցույց է տալիս, թե տվյալ երկրները որքանով են կարողանալու դիմագրավեն տարբեր կատակլիզմներին, տարբեր խոչընդոտներին, որոնք որ կառաջանան օբյեկտիվ պատճառներով, ինչպես որ լինում է բարբերաբար, մոտավորապես վերջի տարիներին այդ բարբերականությունը արևացել է մոտ 10-15 տարի մեկ այդպիսի կատակլիզմներ համաշխարհային տնտեսությունում տեղի են ունենում։ Հիմա հասկանանք, թե որ երկրներն են, որ ունեն բարդ տնտեսություն, ինչով է դա պայմանավորված եւ ինչ մոդելներ կան, որ կարելի է կիրառել ընդհանրապես։ Առաջի տեղում է Ճապոնիան, որը ավանդաբար այդ տեղում է, եթե ինդեքսի մասին խոսենք, 2.3 է կազմում, դա ամենաբարձր ցուցանիշն է։ Օրինակ պայմանական 10-րդ տեղում գտնվող Անգլիան, top 10-ում գտնվող եւ 10-րդ տեղում հանգրվանած Անգլիան ունի 1.6 միավոր ինդեքսը այդքան է հաշվարկվում։ Առաջի տասնյակում են գտնվում հիմնականում մեր իմացած զարգացած պետությունները, այդ թվում նաև Սինգապուրը, Շվեյցարիան, Գերմանիան, Ավստրիան եւ այլն, սակայն եթե Ճապոնիայի մասով սա օրինաչափություն է, որտեղ ավանդաբար վերջի տարիներին իսկ ցուցանիշը հաշվարկվում 2009 թվականից, չեմ կարող ասել հենց ամենասկզբից, բայց համենայնդեպս վերջի տարիներին Ճապոնիան իր դիրքերը չի զիջում եւ հանդիսանում է առաջատարը, ԱՄՆ-ն ընդ որում նոր է մոտենում top 10-ին, Չինաստանը top 20-ի մեջ է նոր մտել, բայց այստեղ կա մի պետություն 9-րդ տեղում հանգրվանած Սլովենիայի մասին է խոսքը, որը որ կարող է բավական զարմանալի թվալ, թե ինչի հաշվին է, որ կարելի ասել ոչնչով հայտնի մի պետություն ունի տնտեսության բարդության այդպիսի բարձր ինդեքս, top 10-ում է գտնվում, 9-րդ տեղում է գտնվում։ Բանն այն է, որ քչերը գիտեն, որ Սլովենիան հանդիսանում է շատ ուժեղ արդյունաբերական բազա եվրոպական գերտերությունների տնտեսական առումով նկատի ունեմ զարգացած պետությունների համար։ Մասնավորապես Սլովենիան առանձնացրել է երկու ուղղություն իր համար, անցած տարիների, անցած տասնամյակների ընթացքում։ Մեկը դա մեքենաշինություն, ավտոմոբիլաշինությունն է, եւ երկրորդը դա բժշկական սարքերի արտադրությունն է եւ ընդհանրապես դեղագիտությունն է։ Այս երկու ուղղությունները առանձնացնելով Սլովենիան ոչ թե ինքն է իր տեղական բրենդներով ենթադրենք մեքենաներ արտադրում կամ դեղեր արտադրում, չնայած ունի հայտնի դեղագործական ընկերություններ, այլ ինքը հանդիսանում է արդյունաբերական բազա եւ օրինակ գերմանական ավտոմոբիլաշինության համար, այդ գերհզոր բրենդների համար ինքը շարժիչներ, տարբեր մասեր է արտադրում, բայց շատ քչերը գիտեն, որ դրանց շատ մեծ մասը մատակարարվում է Սլովենիայի կողմից։ Նույնը վերաբերում է դեղագործական եւ բժշկական սարքավորումներին, ելի շատ լազերային օպտիկական բժշկական սարքերը Եվրոպայում հիմնականում արտադրվում է Սլովենիայում եւ նաեւ բացի որոշ հայտնի դեղերից նաեւ բիո տեխնոլոգիաներ շատ ունի հարուստ եւ դրա շնորհիվ կարողանում է ելի եվրոպական դեղագործական ընկերություններին ապահովել համապատասխան կամ որոշակի բաղադրիչներով կամ ընդհանուր ապրանքով։ Այսինքն
այս պետությունը ընտրել է այնպիսի մոդել, որ ոչ թե ինքն է հանդիսանում վերջնական արտադրանքի թողարկումը, դրանք գերմանական Mercedes-ի, հա, ինքը չի թողարկում այդպիսի կամ այդպիսի մեքենա նպատակ չունի մրցակցային product ստեղծի եւ մրցի Mercedes-ի հետ, սակայն ինքը մատակարարում է այդպիսի գործարաններ, այդպիսի բրենդներին, կարողանում է մատակարարել ամենակարևոր մասերով եւ դրա հաշվին Սլովենիան լինելով ոչ այդպես վերծրած ընդհանուր մատակարարման շղթայի մաս, ինքը կարողանում է ունենալ տեխնոլոգիապես հարուստ արտադրություն եւ տնտեսություն, ունենալ լավ մասնագետներ, ովքեր որ վերջին տեխնոլոգիաների մշակողներն են, յուրացնողներն են, եւ դրա հաշվին մի ձեռնտու մոդել է կիրառում, որը ձեռնտու է թե պետությանը, որովհետեւ ինքը կարողանում է լինել տեխնոլոգիա բարդ տնտեսություն ունեցող երկրների շարքում, top 10-յակում, իսկ սովորական քաղաքացիների համար, աշխատողների համար իրանք բարձր վարձատրվող, շատ կարևոր պահանջարկ ունեցող աշխատողներ են հանդիսանում։ Այս մոդելը հստակ ցույց է տալիս, որ կարելի է ոչ միայն ձգտել դառնալ ինչ-որ բրենդի ներկայացուցիչներ, այլ դառնալ այդ բրենդների սպասարկողներ կամ այդ երկրների սպասարկողներ, որը էլի մեծ հնարավորություն կտա այդ երկրներին զարգանալ։ Դրա հաշվին օրինակ Սլովենիայի տնտեսությունը բավական կայուն է եւ տարբեր ցնցումներին ու տատանումների նկատմամբ ինքը կարողանում է կայուն վիճակ դրսևորել, այսինքն համակարգը շատ չի տատանվում։ Բացի դրանից հաջորդ ցուցանիշը, որ կուզենայի ներկայացնել, դա հնայից հատկացումներն են հետազոտությունների եւ զարգացման research and development-ին։ Այստեղ առաջատարը Իսրայելն է, որի հնայի 5.56%-ը 21 թվականի տվյալներ եմ ասում, որովհետեւ այս ցուցանիշները շատ հաճախ չեն հաշվարկվում, մոտավորապես 2-3 տարին մեկ են հաշվարկվում, եւ վերջի այդպիսի ամբողջական շարք, որ կար 21 թվականին էր վերաբերում, Իսրայելն է առաջատարը, որը իր հնայի 5.56%-ը հատկացնում է հետազոտություններին եւ զարգացմանը։ Top 10-ում գտնվում են նաեւ այնպիսի երկրներ, ինչպիսին Թայվանն է, Հարավային Կորեան եւ այլն, արդեն մեծ հայտնի տեխնոլոգիական գիգանտներ, բայց այստեղ շատ են նաեւ եվրոպական զարգացած երկրները, ելի կրկնեմ Գերմանիան, Ավստրիան եւ այլն։ Բացի դրանից պետք է նկատի ունենանք, որ շատ կարևոր է, թե տվյալ երկրները ինչպիսի քաղաքականություն են վարում, այսինքն արդյոք պատրաստ են իրենց բյուջեի մեծ հատվածներ տրամադրեն այդ կարգի զարգացմանը, որովհետև այդ ամեն ինչի արդյունքը երևում է տարիներ հետո եւ ոչ թե միանգամից։ Որովհետև պարզ է, որ ներդրումը կրթության մեջ, օրինակ, տեխնոլոգիաների մեջ դա ժամանակատար է։ Շատ դեպքերում այդ տեխնոլոգիաները միջև հասնեն արդեն կոմերցիոն վիճակի, որպեսզի կոմերցիոն ապրանքներ արտադրվեն, միգուցե դա արդեն ժամանակավրեպ լինի եւ այլն, սակայն բոլոր հետազոտությունները, նաեւ մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ բոլոր այն երկրները, որոնք պարբերաբար անընդհատ այդ ներդրումները կատարում են մարդկային կապիտալի մեջ, գիտելիքա հենք տնտեսության մեջ, գիտատար արտադրության մեջ, ապա դա որոշակի ճակերտավոր կարճ ժամանակահատված հետո փոխհատուցվում է։ Նման փոխհատուցումը սովորաբար տեղի ունենում 20-ից 50 տարվա ընթացքում, բայց դրա արդյունքում տեղի է ունենում պետության կամ տվյալ երկրի տնտեսության այնպիսի զարգացում, որը ունի ամուր հիմքեր։ Օրինակ, Ասիայում դրա համար կա շատ հայտնի մի մոդել, որը ճապոնացի հայտնի տնտեսագետ Ակացումայի կողմից է ուսումնասիրվել եւ ներդրվել, միջալուց դա 1930-ական թվականների մասին եմ խոսում դեռևս, երբ որ այս գիտնականը, տնտեսագետը նկատեց, որ բոլոր երկրները անցնում են տնտեսական զարգացման նույն փուլերով, այդ փուլերը 4 փուլերն էին, իմջայլոց առաջին հերթին երկրները սկսում էին ներմուծվել ինչ-որ ապրանքներ, որոնք որ իրենք չունեին, հետո յուրացնում էին այդ ապրանքները եւ սկսում էին
արտադրել այդ ապրանքները, այնուհետև հաջորդ երրորդ փուլով իրենք արտահանում էին այդ ապրանքները, այսինքն այնքան էին յուրացրել, այնքանակ էին կարողանում արտադրել, տեխնոլոգիան այնքան էր իրենց մոտ էժան, որ կարողանում էին արտահանեն եւ մրցակցային առավելություն ստանային։ Եվ չորրորդ փուլում արդեն այս երկրները սկսում էին մրցել հենց այդ ապրանքները ի սկզբանե արտադրած երկրների հետ, այդ տնտեսությունների հետ, այսինքն իրանք զարգացման այդ աստիճանն էին հասած լինում։ Այս մոդելը իմիջիալուց բոլոր երկրներում եւ բոլոր տեսակի ապրանքներին է վերաբերում, ուղղակի ճապոնացի տնտեսագետը, որ նշեցի, ինքը ուսումնասիրում էր ասիական, հատկապես հարավ-արևելյան Ասիայի երկրների տնտեսությունները, նկատում է այդ օրինաչափությունը եւ առաջարկում է մի մոդել, որի հիման վրա այլ ասիական պետությունները, բացի Ճապոնիայից, որտեղ Ճապոնիան, նորից կրկնեմ, ավանդաբար ինքը բարդ տնտեսություն ունեցող երկիր էր, իսկ մնացած երկրները թույլ զարգացած էին, հիմնականում գյուղատնտեսական ապրանքներ էին, տեքստիլ եւ այլն, եւ որպեսզի մնացած երկրները եւս հասնեին զարգացվածության այդ մակարդակին, առաջարկում է մի մոդել, որը հայտնի է թռչող բադերի մոդել անվամբ, ինչի թռչող բադեր, որտեղ բադերի երամը ունի եռանկյան տեսք, առաջ տեղում գտնվում է երամի առաջատարը, առաջնորդը, հետո երկրորդ մակարդակ կա, level կա, այսպես ասած, որտեղ գտնվում են առաջնորդին հետևող բադերը, կա վերջին եւ եթե հանկարծ երկրորդ մակարդակի որևէ թռչուն առանձնանում է երամից, վերջի մակարդակից իր տեղը զբաղեցնում են։ Այս մոդելի կիրառությունը հավանում են տարբեր ասիական երկրներ, տասնյակից ավել ու սկսում են կիրառել 1960-ականներից սկսում են կիրառել։ Նպատակը հետևյալն էր, որ Ճապոնիան ուղի է հարթում, այսինքն ինքը արդեն իսկ գտնվում էր այդ դիրքերում, չկայում հատկապես 1950-ից 70-ական թվականներին Ճապոնիայում տնտեսությունը շատ է բարդանում, ենթադրում են պայմանավորված երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով Եվ ինքը արդեն իսկ այդ դիրքում էր գտնվում, ինքը բավական շատ արտոնագրեր ուներ, երկրորդ լեվելում գտնող, այսպես ասած, պետությունները, որոնք ասիական, որոնք ավելի թույլ զարգացած էին, դրանք պետք է կիրառեին Ճապոնիայի արդեն իսկ հայտնագործած տեխնոլոգիաները, որպեսզի կարողանային ինչ-որ կերպ իրանք էլ մտնեին մրցակցային հարաբերությունների մեջ, իսկ երրորդ մակարդակի երկրները, իդեպ Չինաստանը գտնվում էր երրորդ մակարդակի երկրներում, Չինաստանը պետք է ապահովել էժան աշխատուժով, հումքով, ինքը դեռևս ուզում ասեմ երկրորդ մակարդակում էլ չէր գտնվում։ Արդյունքը լինում է այն, որ Ճապոնիան, այսինքն ինչի էր դա Ճապոնիային ձեռնտու, որ ինքը մրցակիցն էր ձեռք բերի, Ճապոնիան ստանում է ավելի ուժեղ առաջադիր դիրքեր, որովհետև ինքը, այսպես ասած, աշխատում է միայն տեխնոլոգիաների վրա, երկրորդ մակարդակում գտնվող պետությունները պետք է ըստ այդ մոդելի առաջխաղացում ունենան եւ իրենք եւս մտնեն, իրենցից իմիջիալուց ոմանք մտնում են, այդպես է լինում է, օրինակ Սինգապուրը, այնինքը դարձել է այսօր տեխնոլոգիական հաբ, բոլորը գալիս են այդտեղ ներդրումներ անելու, իսկ երրորդ մակարդակի երկրները պետք է աստիճանաբար զբաղեցնեն երկրորդ մակարդակի տեղը, բայց այստեղ պարադոքսը տեղի ունենում եւ Չինաստանը, որը որ գտնվում էր ամենավերջում, շատ արագ է տեխնոլոգիաները յուրացնում եւ այսօր չնայած սխալ է ասել, որ Չինաստանը հանդիսանում է Ճապոնիայի ուղիղ մրցակիցը, միգուցե որոշ ոլորտներում կամ կոնկրետ արտադրատեսակներում այդպես էլ կա։ Բայց Չինաստանը այսօր հանդիսանում է այդ թռչող բադերի երամի առաջնորդը շատ երկրների համար, մասնավորապես աֆրիկյան երկրների եւ շատ թույլ զարգացած հարավային Ասիայի երկրների համար։ Օրինակ մի մոտ 30-40 տարի առաջ եթե Չինաստանն էր այդ երրորդ մակարդակում գտնվում, այսօր այդտեղ գտնվում է օրինակ Վիետնամը, Բանգլադեշը, Հայաստանը, եթե դիտարկենք Հայաստանի իր հարևանները, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա եւ նաեւ Ռուսաստանը, այս 6 երկրների շրջանում Հայաստանը երկրորդն է Թուրքիայից հետո տնտեսության բարդության ինդեքսով, չնայած դրանք ցածր ցուցանիշներն այսքան համատել չեն օրինակ top 10-յակի երկրների հետ, բայց երկրորդն է ընդ որում Հայաստանը գտնվում է 54-րդ տեղում, իսկ օրինակ Ադրբեջանը 130-րդ տեղում, իսկ ինչ վերաբերում է հատկացումներին հնայից մեր հնայից
research եւ development-ի համար կատարվող հատկացումներին, դրանք վերջի տարիներին եղել են 0.2%, ել դա մեծ ցուցանիշ չէ, բայց հանուն արդարության պետք է նշել, որ օրինակ նույն Թուրքիան, նույն Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան չէ, Ադրբեջանը, Վրաստանը նույնատիպ չափաբաժին ունեն, հնայից նրանք եւս այդքան են հատկացնում, այսինքն մենք այդքան էլ հետ չեն գտնվում, եւ վերջի ցուցանիշը Հայաստանին վերաբերող դա արտոնագրերի թիվն է, այսինքն այդ պատենտների, որ գրանցվում են միջազգային տարբեր կառույցներում, Հայաստանը օրինակ վերջի 7 տարիներին գրանցել է 128 արտոնագիր, որը շատ քիչ է, օրինակ համատության համար ասեմ, որ միայն 21 թվականին Չինաստանը գրանցել է 1.4 միլիոն արտոնագիր։ Համատության համար ասեմ, երկրորդ տեղում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգները գրանցել են նույն տարում 200 քանի հազար։ Այսինքն շատ է տարբերվում, այս առումով մենք զիջում ենք օրինակ նույն Ռուսաստանին, որը 4000-ից ավել, 4800 արտոնագիր է ունեցել, Թուրքիային, որը 1000-ից ավել արտոնագիր է ունեցել, բայց այս ամեն ինչը պայմանավորված է մեր տնտեսական քաղաքականությամբ, բյուջեից հատկացումներով եւ այլն։ Չնայած վերջի տարիներին բավական ավելացել է, բայց այս թվերը հստակ ցույց են տալի, թե ինչու ենք մենք գտնվում այս դիրքերում եւ ինչու են զարգացած երկրները եւ բարդ տնտեսություն ունեցող երկրները նման առաջատար դիրքեր զբաղեցնում։